Հայոց մեծ Եղեռնին նվիրված միջոցառումների շրջանակներում Գավառի մանկապարտեզներում անցկացվեցին տարաբնույթ միջոցառումներ։ Գավառի թիվ 7 մանկապարտեզի սաները իրենց մանկական շուրթերով աղոթ քղեցին առ Աստված Եղեռնի զոհերի հոգիների հանգստության համար եւ հանդես եկան թեմային վերաբերող գեղեցիկ կատարումներով։ Եղեռնի մասին նրանց եւս մեկ անգամ պատմեց դաստիարակչուհի Արփիկ Հովակիմյանը եւ օգնեց նրանց ծնողներին նվիրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկներ։ Դաստիարակչուհիների եւ մանկապարտեզի տնօրեն Թերեզա Հակոբյանի օգնությամբ Գավառի համար 8 մանկապարտեզի սաները եւս ներկայացրին Եղեռնի մասին տեղեկություններ եւ իրենց փոքրիկ միջոցառումը համեմեցին գեղեցիկ հայրենասիրական կատարումներով։ Այսօր կլսենք ու կհիշենք ցավոտ փաստեր, տեղեկություններ, տխուր երգեր։ Բայց մեր նույն բանին կտոգորվենք հայրենասիրության ոգով։ Մեր պապերի տառապանքի, մեր օղերը ապուպապի։ Որն է սրբազան, բանն այս արքարում, որը չի գմնում ու չի վաճառնում, սիրում են մորից, որդու ծառավել, մեր պապերից են գազն այս ժառանգել։ Հող այերի պապենական, հպարտության, ներշնչարան, խաղաղության կարիք ունեն, որ ավիճան իմը լինի։ Որքան փորձել են քեզ ոչնչացնել, այնքան
եթե ուսուցիչ ես դու, պատմիր գոնե մանուկներին աննման գեղեցկությամբ ծաղկող երկրի մասին, որը հետո վերածվեց ածխացած ավիրակներին, պատմիր հնագույն հոյակապ քաղաքների մասին, որոնք մշակույթի մեծ կենտրոններ են եղել, իսկ այսօր հիշեցնում են պղծված գերեզմանոցներ, պատմիր գեղեցիկ և իմաստուն ժողովրդի մասին, որն այնքան շատ բան է տվել մարդկությանը, պատմիր, որ այսօր ապրող սերնդի աչքի առաջ նրանից բարբարոսաբար խլեցին իրենց հայրենի հողը 1.5 միլիոն մարդկանց կյանքի հետ միասին։ Եղեռնին վերաբերող փոքրիկ, բայց բովանդակալից միջոցառումներ իրականացվեցին նաև Գավառի համար 3, համար 4, համար 5 մանկապարտեզներում։ Ճիշտ է, փոքրիկները չէին պատկերացնում թեմայի էությունը, բայց իրականացվող միջոցառումները նրանց մոտ որոշակի պատկերացումներ ձևավորեցին